Ուղիղ 34 տարի առաջ հենց այսօրն է կազմավորվել հայոց բանակը։ Ինչպես ամեն տարի, այս անգամ եւս տոնը մեկնարկել է Եռաբլուր զինվորական պանթեոնից, որտեղ քաղաքական գործիչների, հոգևորականների եւ քաղաքացիների հոսքը ողջ օրվա ընթացքում չի դադարում։ Եռաբլուր է այցելել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը, ծաղիկներ խոնարհել պատերազմների ընթացքում ընկածների շիրիմներին ու աղոթ բարձրացրել հերոսների հոգու հանգստության համար։ Ավելի վաղ մայրաթորը օրվա արդիվ Էափառի ուղերձներ հրապարակել, որտեղ հայրապետը իր օրհնությունն ու սերն է հղել սպաներին, զինվորներին ու համայն հայությանը։ Իր ուղերձում կաթողիկոսը շեշտել է, որ հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է։ Նա հիշեցրել է Արցախի պատերազմի ընթացքում մեր մարտիկների հերոսական սխրագործությունները, մաղթելով, որ բանակը շարունակի քաջաբար հսկել սահմանները, իր տոկունությունը շաղախելով առ Աստված հավատքով։ Պանթեոնում էին նաև Երրորդ հանրապետության ընթացքում բոլոր պատերազմներին քաջաբար կռված ազատամարտիկները, ովքեր եկել էին հարգանքի տուրք մատուցելու իրենց զինակից ընկերներին։ Ազատամարտիկներն իրենց խոսքում շեշտել են, որ բանակը երբեք չի պարտվել եւ իր առաջ դրված խնդիրը կատարել է ամբողջությամբ։ Ես ուղղակի մեր ժողովրդին ամուր կամք եմ ցանկանում։ Նորից ու նորից շնորհավորում եմ մեր բանակին, մեր սպաներին, մեր զինվորներին, ովքեր այս պահին կանգնած են մարտական դիրքերում կատարում են իրենց պարտքը հայրենիքի հանդեպ, բոլորը թող անփորձանք ծառայեն, բոլորը վերադառնան իրենց հայրենի օջախները։ Իսկ մեր ժողովրդին մի քիչ միասնություն, այդ է մեզ պակասում։ Մենք 5000 տարվա ազգ ենք, ամբողջ աշխարհի առաջ գոռում ենք, որ 5000 տարվա ազգ մշակույթ պատմություն ազգ ենք, բայց մեր 5 սխալների վրա մենք 10 չենք կարող։ Դրա համար մեր երկիրը հայտնվել է այս վիճակում, քաոսային վիճակում։ Ուղղակի մենք պետք է որպես ազգ հասկանանք, որ պարտությունն էլ է պետությունների ազգերի համար։ Խաղաղություն ես ուզում, պատրաստ եղիր պատերազմի։ Սա է հիմնականում։ Մեր այսօրվա վիճակը, որ ունենք, այսինքն եւ պարտություն, եւ Արցախի կորուստ, դրանում բանակի մեղք ընդհանրապես չկա։ Բանակը իր խնդիրը միշտ կատարել է, կատարում է եւ կատարելու է։ Եռաբլուրում էին նաև մեր ձևով շարժման անդամները։ Նարեկ Կարապետյանն ու իր թիմը ծաղիկներ են խոնարհել հերոսների շիրիմներին, իրենց զորակցությունը հայտնել նրանց հարազատներին։ Նարեկ Կարապետյանին Եռաբլուրում մոտեցել է մի կին, հուզված դիմել նրան, կոչ անելով ձեռնարկել գործուն քայլեր, որպեսզի երկրում տեղի ունեցած աղետը չկրկնվի։ Կնոջ խոսքով վերջին ամիսներին հասարակությունը ականատես է լինում այն ամենի կործանմանը, ինչը տարիներով ստեղծել է Հայաստանը։ Վերջին 5 ամսվա ընթացքում մենք ականատես ենք լինում այն ամենի կործանմանը, ինչ ունեցել ենք։ Մենք այլևս չգիտենք ինչպես դիմել ժողովրդին, որպեսզի հասկանա, թե ինչ է կատարվում մեզ հետ։